Սիամանթոն ապրեց ընդամենը 36 տարի, զոհ գնալով արյունոտ նախճիրին, սպանվելով վայրենաբար։ Նրա կյանքն ու ստեղծագործությունները լի են դաժան ու տառապալից էջերով։ Գրողի կյանքում հանդիպեցին շատ կանայք, բայց նա չվայելեց անձնական երջանկության բերկրանքը։ Շվեյցարիայում նա ծանոթանում է Սաթենիկ Ջավադյանի հետ, ում հանդեպ սերը երկար ժամանակ պահում է թաքուն։ Հետո նրանք անկեղծանում են, սակայն ժամանակը եւ տարածությունը բաժանում են նրանց։ Հաջորդը Մանիկ Պերպերյանն էր, ով երգչուհի էր եւ ստեղծագործող։ Նրանց փոխադարձ սերը գեղեցիկ էր եւ ներդաշնակ։ Ցավոք, գրողի գործունեությունը պատճառ է հանդիսանում բաժանմանը։ Սիամանթոյի վերջին սերը Մաշան էր, ըստ Սաթենիկ Ջավադյանի քույրը։ Աղջիկը գրողի հակապատկերն էր։ Նրանք չէին կիսում նույն մտքերը։ Ըստ հուշագիրների, Սիամանթոյի սերը դեպի Մաշան ոչ միայն նրա գրավչությունն էր, այլև Սաթենիկի քույրը լինելու հանգամանքը։ Եթե հավանեցիք տեսանյութը, չմոռանաք թողնել մեկնաբանություն։